Այլ հարցեր, հա, պարոն Նազարյան, մոռացել դուք, խնդրեմ։ Ես երկու հարց ունեմ, առաջին հարցը այս փաստաբանների հետ կապված, որ ասեցիք, օրինակ փաստաբանը արգելված իր է տանում, հետո պատժվում է կամ փորձում ենք պատժել։ Սա արդյոք չի սահմանափակի փաստաբանների ազատությունը եւ արդյոք սա լրացուցիչ ճնշման ձև չի լինի փաստաբանի նկատմամբ, ասենք նրա մուտքը սահմանափակելու համար կամ ընդհանրապես արգելելու համար, այդ մտավախությունը ունեք թե չէ, որ կարող է սա նաև օգտագործվել որպես ճնշման միջոց, երկրորդը, այսքան մենք խոսում ենք բաների մասին, այդ արգելված իրերի առարկաների, բայց ոնց հասկանում եմ, այդ արգելվածը հիմնականում բանն է, էլի, թմրանյութն է, հա, թմրանյութ հեռախոս, անցել են բարի ժամանակները, երբ որ հացի մեջ դրած նաժովկա էին տանում, որ երկաթի բաները կտրեն, փախնեն բանտից, այդ լավագույն ժամանակները անցել են, հիմա այս հեռախոսի պարագայում մենք դժվար չի կարծում եմ կանխել հեռախոսի մուտքը, նենց չի էլի, որ չիպա այսա, կարելի է լավ հսկել ու կանխել, որովհետև կարծում եմ պատժի հիմնական նպատակը, երբ որ մարդուն ազատազրկման են դատապարտում, դա ազատության զրկումն է եւ այդ հեռախոսը իրան օգնում է, որ մի քիչ որ իրան զգա, որ ինքը այդքան էլ ազատությունից զրկված չի։ Ես գիտեմ ինձ ես ասում։ Հա, եւ այս թմրանյութերի հետ կապված արդյոք սենց բան քննարկել եք, որ ով ուզում է թմրանյութ օգտագործի, թող օգտագործի։ Հա, էլի, մեկը օգտագործում են։ Ասենք այդ մի հոգսից իրանց ազատում ենք, մարդը գիտենք չէ, որ մեկը օգտագործում են։ Հա, իրականում։ Ոչ միայն քրեակատարողականները մարդկանց տենց ասենք, ով ուզում է թող։ Հա, իրականում, եկեք բրցնենք այդ խնդրից, ու չի հասկանում, որ չի կարելի թող օգտագործել։ Պարոն Նազարյանը ազատականացման կողմնակից է, ինչպես հասկացանք, հա, դուք բայց մի հատ այս փուլը ավարտենք, խնդրեմ, պարոն Քոչյան, արձագանքեք, ինչ կասեք։ Պարոն Նազարյան, իրական շատ խիզախ հարցիկ բարձրացնում մտավախությունն եմ, որ կարող է այդ հարցի համար ձեզ շատ քննադատեն։ Իրականում չէ, պետք է անկեղծ ասեմ, պարոն Նազարյան, նման հարց չենք քննարկել երբեք, որպեսզի թույլատրենք բանը թմրանյութերի օգտագործումը, բնականաբար ես դες կարող եմ ասել, որ ունենք դեպքեր, երբ որ հենց թմրանյութերի կախվածություն ունեցող անձիկ ազատազրկման վայրերում, դե կամ որ ստանում են բուժական ինչ-որ դեղամիջոց կոչվող ուրեմն թմրանյութեր, բայց կան մարդիկ, ովքեր որ նույնիսկ հրաժարվում են դրանից, այսինքն ազատազրկման վայրում գտնվելով այդ կախվածությունը վերանում է, դե մենք չգիտենք, թե դրանից ազատվելուց հետո ինչա տեղի ունենում, բայց միայն այն, որ կախվածություն ունեցող անձիկ ազատազրկման վայրերում հրաժարվում են դրանից եւ ըստեյության առնվազն այդ փուլում կտրվում են, դա մեծ ձեռքբերում է։ Ճիշտ եք ասում, են հացի մեջ այլևս բանը սղոց չեն փոխանցում, բայց շատ են դեպքերը ցավոք սրտի, երբ որ հանձնուկների մեջ, այդ թվում սնունդի մեջ, տարբեր տիպի սնունդների մեջ տարբեր տիպի թմրանյութեր են փոխանցվում, ամենատարբեր եղանակներով փորձ է կատարվում հաղորդակցության ինչ-որ միջոցներ փոխանցել հեռախոսներ եւ այլն սարքավորումների մեջ, նորից սնունդի մեջ, բնականաբար, որ ասում ենք դժվար չի դրա հայտնաբերելը, դրանց ճնշող մեծամասնությունը հայտնաբերվում է հենց այդ փուլում։
բայց նորից կախված էլի քրեակատարողական հիմնարկներից, որովհետև մենք ունենք տարբեր անվտանգային ռեժիմներով քրեակատարողական հիմնարկներ, ավելի ռիսկային է, ավելի բարդ է վերահսկողությունը կանխելը ներթափանցման ավելի բաց ցածր անվտանգային գոտիներում բաց ռեժիմով պայմանական ասեմ քրեակատարողական հիմնարկներում, որովհետև հիմեկվա արդեն այս տեխնոլոգիաների զարգացման պայմաններում նաև այդ տարբեր եղանակներով դրանք ներնետումներով, դրոններով եւ այլն տարբեր եղանակներով ուրեմն ներթափանցում են, բայց կարող եմ վստահ ասել, որ դրանց մեծ մասը հենց այդ փորձը կատարելու պահին կանխվում է։ Արձագանք ունեք, պարոն Նազարյան։ Մի աղմկահարույց հայտարարություն արեք գոնե։ Ես իրականում դեմ եմ թմրանյութերի օգտագործմանը եւ բոլորին կոչ եմ անում հրաժարվել թմրանյութերի օգտագործումից։ Ես հարցս ուղղեցի այն պատճառով, որ բարձրաձայնեմ մի խնդիր, որ մեր հայրենակիցները ազատազրկման վայրում գտնվող իրենց հարազատին օգնելու փոխարեն վնաս են պատճառում, փորձում իրենց թմրանյութեր փոխանցել, որը իրենց վիճակը ավելի է վատթարացնում։ Բայց միաժամանակ ես հասկանում եմ նաև, որ ինչ հսկայական ռեսուրս է ծախսում պետությունը այդ փոխանցման դեպքերը կանխելու համար։ Ես ուզում եմ մենք մեխանիզմ ուղղակի մշակենք այդ խնդիրը լուծելու համար, գուցե ասենք միջազգային ամենալավ փորձերը քննարկենք, փորձենք կիրառենք, որովհետև այս մենք ուղղակի օգնում ենք ոմանց այդ փոխանցման ճանապարհին փող աշխատել, ես ավելի շատ դրանից եմ նեղվում։ Ասենք մարդիկ մենակ փոխանցելու համար հսկայական գումարներ են վերցնում ընտանիքի անդամներից։ Դա ընտանիքի վրա է հոգս, մենք մոռանում ենք, գիտեք, մենակ հիշում ենք դատապարտյալին կամ կալանավայրում գտնվում, բայց իր ընտանիքի անդամի վրա ինչ բեռ է անկնում, այդ մոռանում ենք, ես էի ուզում ասեմ, շնորհակալություն։ Շնորհակալություն, արձագանք ունեք, պարոն Քոչյան, խնդրեմ։ Պարոն Նազարյան, այո, իրականում ունենք այդ խնդիրը, երբ որ այդ արգելված իրերի ներթափանցումը բնականաբար ինչքան ինտենսիվանում է դրա դեմ պայքարը, ինչքան արդյունավետ է դրա դեմ պայքարը, բնականաբար ներսում այդ պահանջարկը կա եւ թմրանյութերի եւ հեռախոսների եւ այլ արգելված իրերին ու հիմնական այդ երկուսը կարող ենք ասել եւ պահանջարկի չնվազման պայմաններում եւ ավելի բնականաբար եթե դա նյութական ինչ որ այդ ընթացքում այդ խողովակով եթե ինչ որ նյութական շահագրգռվածություն է ենթադրում բնականաբար դրա արժեքները պայմանական ասեմ բարձրանում են բայց սա մենք չենք դիտում որպես բացասական երևույթ որովհետեւ արժեքների բարձրացումը ինքնին դրա գրավչությունը նվազեցնում է մենք այսօր մեր հասարակության մեջ ցավոք սրտի ինչի է տարածված թմրանյութերը մեր օրինակ որոշ տարիներ առաջվա համեմատ ինչի է թմրանյութերի տարածումը ավելի շատացել որովհետև մենք ունենք տեխնոլոգիաներ որոնք հեշտացնում են տարածումը եւ դրանք մատչելի են այսինքն ինչքան մենք պայքարը ուժ գնացնում ենք բնականաբար դա ազդում է դրա գնի վրա գինը բարձրանում է եւ գնի բարձրացումը նույնպես նպաստում է դրա գրավչության նվազմանը եւ մի բան էլ նախորդ ձեր հարցին ներողություն եմ խնդրում չպատասխանեցի փաստաբանների հետ կապված պաշտպանների հետ կապված տեսեք այս գործողությունները որ կատարում են բնականաբար դրանք միտված չեն որևէ մեկի իրավունքների իրացմանը խոչընդոտելուն բայց փաստաբանը պաշտպանը ինքը բարձր իրավագիտակցության պրոֆեսիոնալ իրավաբան է եւ առաջինը հենց պաշտպանը փաստաբանը պետք է իմանա որ հակաիրավական արարք կատարելը
հղի է անցանկալի հետևանքներ առաջացնելու այդ ռիսկով եւ եթե այդ հակաիրավական արարքը կատարում է փաստաբանը բնականաբար դա պետք է իր adekvat արձագանքը ստանա եւ սա որևէ կերպ չի առնչվում փաստաբանի հենց բուն իր մասնագիտական փաստաբանական գործունեության անձի իրավունքների շահերի պաշտպանության հետ որովհետեւ իրավապաշտպան գործունեությունը բնականաբար չի ենթադրում եւ չի ներառում արգելված իրեր փոխանցելը